Դոնալդ Թրամփ Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցին հաջորդեց Դոնալդ Թրամփ Վոլոդիմիր Զելենսկի շփումը, որը վերջիններս հաջողված են որակել։ Ուկրաինացի եւ ամերիկացի առաջնորդները բանակցությունների մասին մանրամասներն արդեն ներկայացրել են։ Թրամփն ասել է, որ շատ լավ զրույց է ունեցել Զելենսկու հետ, որը տևել է մոտ 1 ժամ։ Քննարկման մեծ մասը հիմնված էր նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցի վրա համաձայնեցնելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի պահանջներն ու կարիքները։ Մենք գնում ենք ճիշտ ճանապարհով։ Զելենսկին էլ հայտնել է, որ Թրամփի հետ զրույցը դրական էր, շատ բովանդակալից եւ անկեղծ։ Նախագահ Թրամփը ներկայացրել է Պուտինի հետ զրույցի մանրամասները եւ քննարկված առանցքային հարցերը։ Պատերազմի ամբողջական դադարեցման առաջին քայլերից մեկը կարող է լինել էներգետիկ եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը։ Ես աջակցությունս հայտնեցի այդ պայմանավորվածությանը։ Ուկրաինան հաստատում է, որ մենք պատրաստ ենք այն իրականացնել։ Ինչպես նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլսի համատեղ հայտարարության մեջ զրույցը ֆանտաստիկ է եղել, իսկ կողմերը պայմանավորվել են շարունակել հակամարտության դադարեցման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Ավելին, Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան շարունակում են բանակցությունները ուկրաինական օգտակար հանածոների հանքավայրերի օգտագործման շուրջ։ Չնայած Սպիտակ տունն ասում է, որ այս պահին հիմնական գերակայությունը երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրն է, խոսնակ Քերոլայն Լիվիտն էլ հաստատել է, որ հանքանյութերի գործարքը դեռ օրակարգում է։ Իսկ մինչև Զելենսկու հետ զրույցը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2.5 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ուկրաինայում պատերազմի կարգավորման հնարավոր ուղիները։ Դա նրանց երկրորդ զրույցն էր այն բանից հետո, երբ Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը եւ սկսեց իրականացնել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր ռազմավարությունը։ Կրեմլի հաղորդմամբ զրույցի ընթացքում կողմերը անկեղծ եւ մանրամասն կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը մշակելու հակամարտության կարգավորման համատեղ ուղիներ եւ աջակցելու Տրամփի 30-օրյա փոխադարձ զինադադար սահմանելու առաջարկին։ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Արևմուտքը եւ Ուկրաինան ճանաչեն Ղրիմը, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանները որպես ռուսական տարածքներ։ Զինադադարի վերահսկողությունը պետք է ապահովի շփման գծի ամբողջ երկայնքով, պետք է դադարեցվի Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան, իսկ ուկրաինական բանակի վերազինումը պետք է կասեցվի։ Սպիտակ տան հայտարարությունը զգալիորեն ավելի կարճ էր։ ԱՄՆ զրույցն անցել է լավ մթնոլորտում։ Կողմերը համաձայնել են սկսելու էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտներում հրադադարի շուրջ բանակցություններ։ Պուտինի հետ համաձայնություն է ձեռք բերվել էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները դադարեցնելու հարցում։ Ակնկալվում է, որ դա կարող է ճանապարհ հարթել ամբողջական զինադադարի համար։ Բացի Ուկրաինայից քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում հնարավոր գործակցության, Իրանի քաղաքականության եւ ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու հարցերը։ Ակնկալվում է, որ դա կարող է ճանապարհ հարթել ամբողջական զինադադարի համար, բացի Ուկրաինայից քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում հնարավոր գործակցության, Իրանի քաղաքականության եւ ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու հարցերը։ Նշենք, որ Թրամփը հիասթափված էր, որ Պուտինը մարտի 18-ին իրենց հեռախոսազրույցի ժամանակ չաջակցեց անհապաղ 30-օրյա հրադադարի մասին իր առաջարկին։ Հավելենք, որ Պուտին-Թրամփ զրույցից ժամեր անց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ դեռևս սպասվում է Վաշինգտոնի կողմից մանրամասների։ Ուկրաինայի համար ուկրաինական տարածքները որպես ռուսական ճանաչելը կարմիր գիծ է, մենք դրան չենք գնա։ Ողջունում եմ ենթակառուցվածքների դեմ ռուսական հարվածները դադարեցնելու գաղափարը, բայց անհրաժեշտ է պարզել բանակցությունների բովանդակությունը։ Կարևոր է իմանալ ինչ առաջարկներ են եղել երկու կողմերից, որովհետև Ռուսաստանը դեռևս շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքացիական օբյեկտներին, ինչը հակասում է Պուտինի խաղաղության պատրաստակամության մասին հայտարարություններին։ Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Զելենսկին ասել էր, որ կկապվի Թրամփի հետ, հույս ունենալով լսել Պուտինի հետ նրա զրույցի մանրամասները։ Կողմերը կքննարկեն հակամարտության կարգավորման հետագա քայլերը, նա նշել էր։ Պուտինը փաստացի մերժել է հրադադարի առաջարկը։ Ուկրաինան աղցան կամ կոմպոտ չէ, որ Պուտինի ճաշացանկում լինի, չնայած նրա ախորժակին։ Դրան հակադրվելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանելով զրույցը պատասխանել էր։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգները սրճարանում են։ Ճաշացանկում բրյուսելյան կաղամբ, բրիտանական ձուկ եւ չիփս, փարիզյան աքլոր եւ կիևյան կոտլետ։ Պուտինի եւ Թրամփի զրույցը հակասական արձագանք էր ստացել արևմտյան լրատվամիջոցներում։ Պոլիտիկոն այն համարել է մտահոգիչ Ուկրաինայի եւ նրա եվրոպացի դաշնակիցների համար, նշելով, որ Սպիտակ տան հայտարարությունը չէր քննադատում Ռուսաստանին, այլ ավելի շատ դրական երանգ ուներ։ Բլումբերգն էլ նշել էր, որ եթե նույնիսկ այս բանակցությունները մեծ արդյունքներ չբերեն, դրանք կարող են բավարար լինել, մեղմելու Թրամփի հասցեին ուղղված քննադատությունները, թե նա վաճառում է Ուկրաինան։ Իսկ The Washington Post-ն էլ ընդգծել էր, որ թեև այս զրույցը լայն քննարկումների տեղիք տվեց, այն չբերեց իրական համաձայնության։ Պուտինը չի հրաժարվել Կիևի նկատմամբ
կառավարման վերահսկողության իր հավակնություններից։ Այսպիսով, ինչպես միջազգային агентներն էին նշում, Թրամփ եւ Պուտինի բանակցությունները հեռու էին կոնկրետ պայմանավորվածություններից, սակայն դրանք ընդգծում էին Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև դիվանագիտական ակտիվացման միտումները։ Հարցը մնում. արդյոք այս քայլերը կմոտեցնեն երկարատև խաղաղությանը, թե կմնան միայն քաղաքական դիվանագիտական խաղի շրջանակում։ Դա արդեն ժամանակը ցույց կտա։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։